Փառք Տիրոջ ամեն բանի համար, այս հրաշալի օրվա համար, սիրելի եղբայրներ, քույրեր, եղբայրների խոսքի համար, որ ավետարանի ճշմարտությունները մեզ մատակարարում են, եւ ավետարանն ասում է, որ լսելու ականջունի թող լսի։ Իմ սրտում էլ կա մի փոքր այն հարցի մասին, որ եղբայրները անհրաժեշտություն են գտել այսօր երիտասարդության համար, որպեսզի մենք այդ խոսքերին ուշադրություն դարձնենք, սիրելիներ։ Իհարկե, բնաբանի խոսքերը, ես ուզում եմ երկրորդ խոսքը կարդամ նորից, առաջի Կորինթացիս երկրորդ գլուխ երկրորդ խոսքը, վասնզի միտք չտրի ձեր մեջ ուրիշ բան մեկ գիտնալ, բայց միայն Հիսուս Քրիստոս ու այն խաչը ելած։ Այսինքն այստեղ Պողոս առաքյալը իր բաղձանքը, փափագը, սիրելի եղբայրներ, քույրեր, էր, որ ինքը տեսներ Քրիստոսին բոլոր Քրիստոսին հավատացողների մեջ եւ իհարկե ինչ է դա նշանակում, որ մարդը ապրում է իր հին կյանքով, ադամական ժառանգությամբ եւ ոչ մի մարդու մեջ ի ծնե ի բնե չկա Քրիստոս, բայց Աստծո նպատակը դա է, որպեսզի Սուրբ Գիրքն ասում է իր որդին մեր մեջ ձևակերպվի։ Եվ ինչպես եղբայրներս ասեցին, երբ որ մարդը հավատում է Տիրոջը, դարձի է գալիս, ճանաչում է իր մեղավորությունը, եղբայրներ, քույրեր, եւ գալիս է մի շրջան, ես խոսում եմ այն մարդու մասին, ով որ իրոք սրտանց տարել է Տիրոջը։ Եթե մարդը սրտանց չի տարել Տիրոջը, կարելի ասել մեր ասածները, խոսածները չի վերաբերվում այդ մարդուն։ Բայց մարդը, որ սրտանց տարել է Տիրոջը, ինքը անցնում է մի շրջան, որը կոչվում է օրենքի դաստիարակության շրջան։ Եվ Գաղատացիս թղթում Պողոս առաքյալը Գաղատացիս 3:24-ում այսպիսի խոսքեր է գրում. ուրեմն օրենքը մեր դաստիարակը եղավ մեզ Քրիստոսին բերելու, որպեսզի մենք հավատքով արդարանանք։ Այսինքն կա մի շրջան քրիստոնյայի համար, որ ինքը դառնալով Տիրոջը, սիրելով Տիրոջը, ուզելով Աստծո պատվիրանները պահել, ինքը ընկնում է այդ օրենքի դաստիարակության այդ շրջանի մեջ, այդ ընթացքի մեջ, եղբայրներ, քույրեր, եւ դա բոլոր Տիրոջը դարձած մարդիկ անցնում են այդ ճանապարհը։ Մենք կարդում ենք Հռոմեացիս 7-րդ գլխում Պողոս առաքյալը նկարագրում է իր վիճակը, հոգեվիճակը, որը որ մենք հասկանում ենք, որ Աստծուն տարած ժամանակվա իր հոգեվիճակն է, որ ինքը ուզում է բարին անել եւ չար իր կողմն է տեսնում, եւ ինքը հասկանում է, որ իր մեջ չկա բարի բան։ Եվ այդ ժամանակ իհարկե Աստված ժողովուրդ ջան, այդպես ասենք, օրենքը չի տվել մեզ, որպեսզի մենք դրանով արդարանանք, հա։ Այլ Աստված տվել է օրենքը, որպեսզի մարդը դրանով ճանաչի, որ ինքը մեղավոր է, որ իր մեջ ոչ մի բարի բան չկա։ Եվ իհարկե դրա համար եղբայրներ, քույրեր, Սուրբ Գրքում այսպես է գրված Հռոմեացիս 3:20-ում կարդանք այդ խոսքը, թե ինչի համար է օրենքը, նշանակությունը օրենքի։ Վասնզի անոր առջև որևէ մարմին պիտի չարդարանա օրենքի գործերով, քանզի օրենքով մեղքը կճանչեցվի։ Այսինքն, եւ նաեւ նույն միտքը կա Գաղատացիս 3:19-ում, այսինքն ինչի համար է օրենքը, եղբայրներ, քույրեր, որպեսզի մենք հասկանանք, որ մեղավոր ենք եւ մեր մեջ, մեր մարմնի մեջ ոչ մի բարի բան չի բնակվում եւ ինչպես որ եղբայրները շատ անգամ այդ համեմատությունն են բերել, օրինակ մարդը կարող է լինել ֆիզիկապես հիվանդություն ունենալ եւ այդ հիվանդությունը հայտնաբերելու համար կան ստուգող գործիքներ, ասենք կա ջերմաչափ, կան ավելի լուրջ գործիքներ, կատե կա, MRT կա, վերջը, եւ մարդուն, եթե ինչ-որ դժվարություն ունենում, հիվանդություն ունենում, իրան տանում են եւ այդ գործիքներով ստուգում են։
Եվ հիմա էլ փառք Աստծուն ավելի լուրջ գործիքներ կան, որ ասում են ավելի հզոր են, չէ՞, ասենք գուցե ամեն բջիջ կարան ստուգեն, այդ բջիջը հիվանդ է թե առողջ է։ Եվ օրենքն էլ մեր կյանքում այդ դերն է կատարում, սիրելի եղբայրներ, քույրեր, որ երբ որ մենք մտնում ենք օրենքի տակ, Աստծո օրենքը մեր վրա է գալիս, մենք փորձում ենք անել այն Աստծո ուզածը, որ Աստված մեզանից ուզում է, բայց հասկանում ենք, որ մեր մեջ չկա այդ բարի բանը, մենք չունենք ի բնե, ի ծնե, Դավիթը, որ դա հասկացել էր, ասում էր, իմ մայրս ինձ մեղքով հղացավ և ես անօրենությունով ծնվեցի, այսինքն մարդը հասկանում է մինչև վերջ անցնելով այդ շրջանը, որ իր մեջ չկա ոչ մի բարի բան Աստծուն հաճեցնելու։ Իհարկե եղբայրները հիշեցին Գրիգոր Նարեկացուն և ինքը այդ բանը հասկանալով մատյան ողբերգության մեջ երբ որ գրել ասում է հիմնախարսխից ազդրերից մինչև ծայրագագաթը մարմնի շինության չկա այլևս և ոչ մի առողջ կամ բժշկության ենթակա մի տեղ։ Եվ ինքը այդ շրջանի մեջ անցնելով նաև գրել է, որ ես եմ համայնը և ամենքինն է պարփակված իմ մեջ։ Այսինքն, եթե մենք ինչ-որ վատ արարքներ չենք արել, չգիտեմ, մեկը մարդ չի սպանել, չգիտեմ, վատ բաներ չի արել, այդ չի նշանակում, որ ինքը այդ անողից ավելի լավն է, այլ ուղղակի այդպիսի առիթ չի եղել կամ կյանքի պարագաներ այդպես չեն դասավորվել, եղբայրներ, քույրեր։ Եվ իհարկե այդ շրջանով անցնելով սիրելիներ մենք հասկանում ենք, որ մեր մեջ, մեր մարմնի մեջ բարի ոչ մի բան չի բնակվում։ Եվ իհարկե այդ հարցի մեջ կա երկու ծայրահեղություն, ժողովուրդ ջան, որ մարդը մտածում է, որ պետք է կարելի է օրենքը խստացնել, որ մարդիկ ավելի սուրբ դառնան։ Ասենք, հիմա գիտեք, մուսուլմանական աշխարհում այդպիսի խիստ օրենքներ կան, մարդիկ այդպես մեղք չեն գործում, այդպես սուրբ բաներ չեն անում, Աստծո օրենքը չեն խախտում, որովհետև վախենում են պատժից, բայց դա չի նշանակում, որ իրանց մեջ չկա այդ մեղքի բնությունը, ժողովուրդ ջան։ Եվ օրինակ կամ մյուս ծայրահեղություններ, որ մարդիկ Աստծո օրենքը, ընդհանրապես օրենքը մերժում են, ինչի համար, ասենք այսօր մենք աշխարհում տեսնում ենք, արևմտյան աշխարհում, ես այս վերջերս լսեցի, որ նույնիսկ երկրներ կա, որ կարող է արգելեն Աստծո խոսքից մեջբերումներ անել, ասենք դու իրավունք չունես մարդուն, ասես, որ գիտես, այս բանը որ արեցիր, մեղք գործեցիր, և դրա համար կարող է քեզ քրեական պատասխանատվության ենթարկել։ Եվ այստեղ էլ ինչ է լինում, ժողովուրդ ջան, որովհետև օրենք չկա, մարդը չի կարող հասկանալ, որ ինքը հիվանդ է, ինքը մեղքի գերի է, և ինքը բժշկության և փրկչի կարիք ունի։ Այսինքն, եթե մենք Աստծո օրենքը մի կողմ ենք դնում, երբեք ոչ մեկ մեր հրայեղբայրն ասում էր ջերմաչափի սնդիկը խմելով չի բուժվել, այսինքն օրենքը մարդուն չի բժշկում, բայց օրենքը մարդուն ցույց է տալիս իր վիճակը, իր Աստծուց հեռու եղած վիճակը, եղբայրներ, քույրեր։ Դրա համար Աստված թող օրհնի մեզ, որ իհարկե մենք Աստծո օրենքը սիրենք և Աստծո օրենքը սուրբ է, արդար է և բարի է, բայց որովհետև օրենքը հոգևոր է, բայց մենք մարմնավոր ենք մեղքի տակ ծախված, մեր ադամական բնությունը հակառակ է Աստծո օրենքին, եղբայրներ, քույրեր։ Եվ այդ օրենքի դաստիարակության շրջանի ժամանակ մարդը շատ մի կարևոր բան է հասկանում, ես ուզում եմ հին ուխտից մի ուրեմն օրինակ հիշենք։ Մենք գիտենք, որ բորոտությունը հին ուխտում դա մեղքի խորհրդապատկերն էր և Հևտացիների գրքում այդպես գրված է բորոտության մասին օրենքներ։ Եվ այնտեղ գրված է, որ ինչպես պետք է քահանան որոշեր, այդ մարդը մաքուր է, անմաքուր է, բորոտ է, այդ իր վերքը բորոտություն է, թե բորոտություն չի, և եթե որոշում էին, այդ մարդուն կամ թողնում էին մնար ժողովրդի մեջ կամ առանձնացնում էին և ինքը պետք է շորեր հատներ ճղված և հեռվից մարդ տեսնելով պետք է գոռար, որ անմաքուր են, որովհետև այդ հիվանդությունը վարակիչ հիվանդություն էր։ Եվ հետաքրքիր մի բան կա, իհարկե Աստծո շնորհքը մենք նաև տեսնում ենք հին ուխտում, եղբայրներ, քույրեր,
Եվ այստեղ ուզում եմ կարդամ Ղևտացիների գրքից 13-րդ գլխի 12 խոսքից. Եթե բորոտությունը մորթին վրա տարածվել է ու աղտավորի բոլոր մորթը գլխեն ոտքը, այսինքն քահանայի աշկերուն բոլոր տեսած տեղերը բորոտությունը պատեր է, եւ քահանան տեսնե, որ բորոտությունը անոր բոլոր մարմինը պատած է, այսինքն բոլոր ամբողջությամբ այդ մարդը այդ բորոտության մեջ է, չէ, չկա ոչ մի առողջ տեղ։ Այն ատեն աղտավորին մաքուր ըլլալը թող ծանուցանե, քանզի բոլորովին ջերմակ դարձած է, անիկա մաքուր է։ Այսինքն եթե մարդը մեր հոգևոր բանով նայած է, ժողովուրդ ջան, եթե մենք հասկանում ենք, որ մեր մեջ չկա ոչ մի բարի բան, մենք Աստծուն տալու ոչինչ չունենք, մենք ոտքի թաթից մինչև գլխի գագաթը բորոտ ենք եւ մեր մեջ չկա ոչ մի բարի բան, Աստծո ուզածը մարդուց դա է, Աստված ուրիշ բան մարդուց չի ուզում եւ մարդը չի էլ կարող դա Աստծուն, որովհետեւ մարդու ամենամեծ արժանիքը Աստծո առաջ նա է, որ մարդը հասկանում է, որ ինքը անարժան է։ Եվ այդ վիճակում Աստված պատրաստ է մարդուն ընդունել եւ այդ բորոտությունից բժշկել, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ ուրեմն օրենքը մենք չենք օգտագործում բժշկվելու համար, ասեցինք դրա մասին, սիրելիներ, եւ Գաղատացիս 3:21-ում ասում է, որ եթե տրված լիներ այնպիսի օրենք, որ կարող լիներ կենթանացնել, էլ ուրիշ բանի կարիք չէր լինի, այսինքն եթե տրված լիներ մի օրենք, որը որ կարող լիներ բժշկել, կարող լիներ ապրեցնել, էլ Քրիստոսի գալը պետք չէր։ Ուրեմն երբ որ մարդը անցնում է օրենքի դաստիարակության շրջան, ինքը հասկանում է, որ իր մեջ բարի բան չկա եւ ինքը հասկանում է, որ ամբողջությամբ ապականված է, բորոտ է, ինչպես որ կարդացին։ Եվ այդ ժամանակ իհարկե սիրելիներ մենք Եփեսացիս թղթի են խոսքն ենք հիշում 2:8 համարը, որ շնորհքով եք փրկված դուք հավատքի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ որևէ մեկը չպարծենա։ Այսինքն եթե մարդը իր անձի վրա ինչ որ մի քիչ վստահություն է ունենում Աստծուն գնալուց, ինքը մտածում է, որ Աստված իրան փրկեց, բայց ինքն էլ մի քիչ օգնեց Աստծուն, ինքն էլ մի ինչ-որ բան արեց, սիրելիներ։ Եվ իհարկե նաև Քրիստոսի խաչի մասին, սիրելիներ, ուզում եմ հիշենք այս օրինակը Սուրբ գրքից, Տեր Հիսուսը Հովանու 3-րդ գլխում, երբ որ 3:16-ը մենք կարդում ենք, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացող չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Բայց դրա վերևում ասում է, որ ինչպես Մովսեսը անապատում օձը բարձրացրեց, այնպես մարդու որդին պիտի բարձրանա։ Եվ այդ օրինակը գրված է Թվոց գրքի 21-րդ գլխում, ուրեմն ինչ իրավիճակ էր, ժողովուրդը տրտնջացել էին Տիրոջ դեմ, Մովսեսի դեմ եւ կիզիչ օձեր էին դուրս եկել իրանց դեմ եւ այդ օձերը որ խայթում էին ժողովուրդը մահանում էր։ Այսինքն սա խորհրդի ձևով ինչ է նշանակում, որ այդ օձի խայթոց հենց այդ մեղքի թույնն է, որ մարդուն տանում է մահվան, սիրելիներ։ Եվ երբ որ մարդը խայթված է այդ օձից, ինքը հասկանում է, որ այդ թույնը իր մեջ, այսինքն մեղքը բացվում է մարդուն եւ հասկանում է, որ ինքը մահվան է գնում։ Այսինքն առանց մահը հասկանալու, առանց ապականությունը կորսված լինելը հասկանալու Քրիստոսի խաչը մեզ չի բացվի, ժողովուրդ ջան, եւ հետաքրքիր է, ուզում եմ այդ տեղը կարդամ, թե ինչպես է լինում բժշկությունը։ Ուրեմն 7-րդ խոսքից 21-րդ գլուխ։ Ժողովուրդը Մովսեսին եկան ուսին, Տիրոջը դեմ ու քեզի դեմ խոսելով մեղանչեցինք, աղոթ կրե Տիրոջը, որ մեր վրայեն օձերը վերցնե։ Մովսես ժողովրդի համար աղաչեց եւ Տերը ասավ Մովսեսին. Քեզի կիզող օձ մշինե ու զանիկա ծողիմը վրա դիր, ով որ օձին խացված անոր օձեն խացվի, անոր թող նայի ու ապրի։ Եվ Մովսես պղնձե օձ մշինեց
ու զանիկա ձողի մը վրա դրավ, երբ օծմը մարդը կխացներ ու մարդը պղնձե օծին նայեր, անմիջապես կբժշկվեր։ Ուրեմն մենք էլ այսօր եղբայրներ քույրեր, ինչ ասա նշանակում, որ մենք ինքներս չենք կարող այդ բորոտությունից մաքրվել, մենք չենք կարող այդ օծի թույնից ինքներս մաքրվել, բայց Աստված իր որդին, որ մեղք չգիտե, մեզ համար մեղք արեց, Աստված իր որդու վրա դրեց մեղքը, մեզ էլ դրեց իր որդու մեջ, եւ ինչպես գրված է Քրիստոսի հետ մեզ խաչը հանեց, այս գիտնանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մենք մեղքին չծառայենք այլևս, եղբայրներ քույրեր, եւ այդ բանը, որ մենք տեսնում ենք, նայում ենք հավատքի աչքերով, նայում ենք Քրիստոսի խաչին, տեսնում ենք, որ Քրիստոսի խաչելության ժամանակ մենք էլ Քրիստոսի հետ խաչվել ենք եւ մեր հին բնությունը այդ ապականված, որին մենք չենք կարող հաղթել, Աստված իր որդին ուղարկեց մեղանչական մարմնի նմանությամբ եւ մեղքի համար եւ դատապարտեց մեղքը այդ մարմնի մեջ։ Եվ երբ որ մենք հավատքով նայում ենք Տիրոջ խաչին, մենք այդ բժշկությունը, ազատագրությունը Քրիստոսով ստանում ենք։ Ամեն։ Տերը թող օրհնի, աղոթենք։